Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են Ռուսաստանից Հայաստան ուղղվող կողմնորոշվելու կոչերը։ Ու որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, թե հասկանում են, որ միաժամանակ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, ու երբ հասունանա որոշում կընդունեն, պաշտոնական Մոսկվային այս մոտեցումը չի գոհացնում։ Պարզ ասած, Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել շարժվել դեպի Եվրամիություն, հնարավորինս երկար մնալով ԵԱՏՄ-ում, Ռուսաստանն ասում է, որ դա անհնար է եւ ընտրության պահը հիմա է հասունացել։ Ընտրությունների նախաշեմին հայ ընտրողի վրա սա գուցե ազդեցության փորձ է, բայց մյուս կողմից Հայաստանն իր գործողություններով Ռուսաստանին ստիպում խոսել։ Մասնավորապես Սապահարզանի վերաբերյալ ռուս պաշտոնյաների խոսույթն ակտիվացավ Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո։ Չբավարարվելով պաշտոնական Երևանի պատասխանով, Մոսկվան հայտարարում է, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկելու այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Քաղաքական ասպեկտի մեջ չխորանալով քննարկենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքները։ Որպեսզի անկողմնակալ լինենք, միանգամից ասեմ, որ հրաշալի կլինի, եթե Եվրամիության վիզաները ազատականացվեն, հայկական ապրանքները արտահանվեն եվրոպական շուկա, Հայաստանը օգտվի տարատեսակ արտոնություններից։ Բայց վիճակագրությունը փաստում է, որ որքան էլ դեպի Եվրամիության երկրներ արտահանման ծավալները աճել են, դրանք Հայաստանի ընդհանուր արտահանման ընդամենը 11%-ն են կազմում։ Արտահանումից զատ Հայաստանը ունի նաև ներմուծման բազմաթիվ արտոնություններ։ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հենց այդ առավելությունների մասին էր խոսում։ Օրինակ, Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում Եվրամիության երկրների համեմատ 3-ից 4 անգամ էժան։ Ռուսաստանը բենզինի, դիզվառելիքի, ինչպես նաև հեղուկ գազի ամենախոշոր մատակարարն է, դե իսկ ռուսական ցորենից Հայաստանի կախվածության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Որքան էլ հայ պաշտոնյաները հայտարարեն, թե մինչև ԵԱՏՄ մտնելն ենք ապրել, ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ հրացումից կամ խզումից Հայաստանի տնտեսությունը շահեկան վիճակում չի հայտնվի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ խոսել ենք Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Запад пытается Արևմուտքը փորձում է Հայաստանին իրեն ենթարկեցնել։ Հայաստանում աշխատող եւ այնտեղ բիզնես հիմնած Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել ձեռնարկությունները եւ հեռանալ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե ԵԱՏՄ, թե ԵՄ անդամ։ Ճիշտ կլինի որոշում կայացնել, որքան հնարավոր է շուտ։ Դա շատ բաթած է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն։ Ծանրու թեթև ենք արել եւ եկել ենք որոշակի եզրակացությունների։ одновременно танцевать на двух свадьбах. Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում ապրել։ Որոնք են Հայաստանի ապրանքների արտահանման կարևորագույն շուկաները եւ ինչ հետևանք կունենա Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության դադարեցումը տեղական բիզնեսի վրա։ Հայաստանը խորհրդային միության փլուզումից հետո շարունակում է շատ սերտ տնտեսական կապեր ունենալ խորհրդային միության երկրների հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ։ 2014 թվականից Հայաստանը անդամակցեց նաև Եվրասիական տնտեսական միությանը, որը նոր այսպես ալիք առաջացրեց, ազդակ առաջացրեց այս ուղղությամբ առևտուրը ավելացնելու, խթանելու մասով։ Եվ արդեն կարող ենք արձանագրել, որ 2014 թվականից հետո Հայաստանը լիարժեք դառնալով ԵԱՏՄ անդամ իր ընդհանուր առևտրաշրջանառության մոտավորապես 1/3-ը իրականացնում է ԵԱՏՄ երկրների հետ, որը մեկ անգամ եւս փաստում է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար հանդիսանում է հիմնական առանցքային ուղղություն։ Նկատի ունենալով, որ ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես Ռուսաստան, մենք արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, դա էական նշանակություն կարող է թողնել հատկապես արդյունաբերական ճյուղերի վրա եւ գյուղատնտեսության վրա։ Մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մոտավորապես 80-ից 90% այս ուղղությամբ խոսքը վերաբերում է պտուղ, բանջարեղեն, մրգեր եւ այլ ավանդաբար ինչ որ մենք արտահանում ենք դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքներ, տարբեր պահածոներ եւ այլն։ Ստացվում է այնպես, որ եթե մենք օրինակ չկարողանանք ալկոհոլային խմիչքներ, մասնավորապես կոնյակ, գինի արտահանել Ռուսաստան, ապա նաեւ ազդելու է դա գյուղատնտեսության ոլորտի վրա։ Ինչտեղ են զբաղեցնում Ռուսաստանը եւ ԵԱՏՄ մյուս երկրները Հայաստանի ներմուծման կառուցվածքում։
Հայաստանի համար ԵԱՏՄ-ն նաև հանդիսանում է առանցքային ներմուծման ուղղություն, հաշվի առնելով այն, որ Հայաստանը մի շարք ապրանքների ուղղությամբ ունի բավականին լուրջ խնդիր։ Օրինակ, էներգակիրների մասով ԵԱՏՄ-ն հանդիսանում է եւ Ռուսաստանը հանդիսանում է հիմնական երկիր եւ օրինակ դիզելի, բենզինի ներկրման մոտավորապես 90%-ը մենք ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Գազի խոսքը վերաբերում է խողովակային եղանակով գազի ներկրման 88% ենք ներկրում Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ սրանով կարող ենք արձանագրել, որ վառելիքի գների վրա մեծ ազդեցություն է թողնում ռուսական շուկայի գները կամ ռուսական մատակարարումները։ Այո, համաշխարհային շուկայում է ձևավորում գները վառելիքի մասով, բայց մենք ունենք նույն Ռուսաստանի հետ օրինակ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր եւ մշտապես ունեցել ենք այս պայն $177.5 1000 խորանարդ մետրի հաշվով, որը ԵԱՏՄ երկրների շարքում կարող ենք ասել երկրորդ ամենացածր գինը, մեզանից ավելի ցածր գին ունի Բելարուսը, որը մեզ տալիս է մրցակցային հնարավորություններ Հայաստանում ավելի էժան գնով ապրանքներ արտադրել, նույն օրինակ ջերմոցային տնտեսությունները ավելի էժան գնով օրինակ գազ են ստանում, քան օրինակ ԵԱՏՄ անդամ երկրները կամ տարածաշրջանի մյուս երկրները։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ գազի, բենզինի, դիզվառելիքի թանկացումը Հայաստանի տնտեսության սպառողների վրա։ Արդյոք կան ներմուծման այլընտրանքային մատչելի այլ ուղղություններ։ Հայաստան ներկրող վառելիքի գների աճը ուղղակիորեն ազդում է Հայաստանում արտադրվող եւ մատուցվող բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների վրա, քանի որ այդ արտադրության ընթացքում օգտագործվում է վառելիք։ Եվ եթե թանկանում է բենզինը, դիզելը, դա թանկացնում է նաեւ գյուղատնտեսական արտադրանքը, տրանսպորտը եւ այլն։ Այսինքն մենք ունենում ենք մրցունակության որոշակի կորուստ։ Նույն օրինակ հատկապես LPG հեղուկ գազի գների կտրուկ բարձրացումը օրինակ մեր բնակչությունը շատ ցավոտ է արձագանքում, քանի որ մեր ավտոմեքենանի մի զգալի մասը հենց հեղուկ գազով են աշխատում եւ մենք այս պայն հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից, երբ որ օրինակ խնդիրները առաջանում վերին Լարսում կամ կտրուկ գների տատանումներ են լինում, փաստի առջև են կանգնում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ պետք է փորձեն գտնենք այլընտրանքներ հեղուկ գազի ներկրման, դա կլինի Իրաքը, դա կլինի Իրանը կամ այլ ուղղությունները, որը թույլ կտա այդ կախվածությունը նվազեցնել եւ միևնույն ժամանակ մենք պետք է տեղական հզորություններ ավելացնենք։ Բարենային անվտանգության ինչ մարտահրավերներ կարող են լինել, եթե Ռուսաստանը, ԵԱՏՄ այլ երկրներ դադարեցնեն համագործակցությունը Հայաստանի հետ։ Ցավով պետք է նշեմ, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը խոցելին է բարենային անվտանգության տեսանկյունից։ Սա խոսում է այն բանի մասին, որ տեղական արտադրված գյուղմթերքը չի կարողանում մեզ բավականացնել ամբողջությամբ, ավելին տարբեր հաշվարկներով դա կարող է բավարարել մինչև 45%։ Մենք առանձին ապրանքների դեպքում ունենք բավականին մտահոգիչ ցուցանիշներ, օրինակ ցորենի դեպքում դա կազմում է մոտավորապես 1/4, կոնկրետ տարբեր մսամթերքների դեպքում քիչ ավելի լավ ցուցանիշներ ունենք, 80-90% ունենք օրինակ, շաքարավազը ամբողջությամբ ներկրում ենք, խոսքը վերաբերում է ինչպես ձեթերին, յուղերին եւս ներկրում ենք հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, մինչև 2023 թվականը նաեւ ներկրում ենք Արցախից, այդ հնարավորությունները այս պայն չկա եւ միակ այսպես մատակարարը դարձել է Ռուսաստանը եւ Ռուսաստանից չներկրելու կամ թանկ գնով ներկրելու պարագայում մեզ մոտ լուրջ բարենային կարող է խնդիրներ առաջանալ։ Նույն օրինակ բավականին լուրջ խնդիր ունենք մսամթերքի շուկայում, տեղական մսամթերքի արտադրությունը դարձել է ոչ շահութաբեր եւ ավելացել է դրա փոխարեն օրինակ Բելարուսից, տարբեր երկրներից ներկրվող տավարի միսը, խոզի միսը եւ այլն։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ տեղական արտադրությունը ցավոք սրտի մրցունակ չի եւ դրա վարապացույցը այն է, որ այս տարվա առաջին 3 ամիսների հաշվարկով գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 5.2% անկում։ Պատրաստ է արդյոք հայկական բիզնեսն այսօր բազմապատկել դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ինչ խնդիրներ կան եւ որքան ժամանակ է անհրաժեշտ դրանք լուծելու համար։ Հայաստանը պետք է քայլեր իրականացնի դեպի Եվրոպա, դեպի այլ երկրներ, ասիական երկրներ, օրինակ իր արտահանման ծավալները ավելացնելու ուղղությամբ։ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ միաժամանակ պետք է փորձի իր կապերը խորացնի ԵՄ երկրների հետ, ինչպես նաև ասիական երկրների հետ եւ դառնա կամուրջ այս տնտեսական ինտեգրման միավորումների միջև 2022 թվականից հետո, երբ սկսեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, այդ բաժանմիջոցների պայմաններում Հայաստանը կարողանում այս երկու միավորումների հետ աշխատելով գումար աշխատել։
տրանսֆերտներ են հոսքում, ապրանքներ են վերաարտահանվում։ Հայաստանի առավելությունը այս պահին սա է եւ պետք է փորձի այս առավելությունը Հայաստանը խորացնի հրաժարվելով ԵՄ-ից կամ հրաժարվելով ԵԱՏՄ-ից ինքը կորցնում է նաեւ մյուս ուղղություն, այսինքն այդ շրջապտույտի կամ կամուրջի հնարավորությունը կորցնում։ Հետևաբար Հայաստանը պետք է փորձի խորացնի իր տնտեսական հարաբերությունը երկու ուղղություններով։ ԵՄ շուկա մտնելու համար մենք բավական լուրջ տնային աշխատանք ունենք անելու, մասնավորապես ստանդարտներին համապատասխանեցնելու մասով։ Սկսած ջրի ստանդարտից վերջացած տարբեր ապրանքների ստանդարտների մասով բավական լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն տեղում։ Մենք եթե կարողանանք ԵՄ ստանդարտներով ապրանքներ արտադրել, ապա դա կբավականացնի կամ կբավարարի նաև ԵԱՏՄ շուկայի համար։ ԵՄ շուկան բավականին վճարունակ շուկա է, բայց բավականին փակ, խիստ սահմանափակումներով հայկական մի շարք ուղղությունների համար։ Վերջին ամիսների ընթացքում որոշակի դրական դինամիկա կա ԵՄ ուղղությամբ արտահանման մասով, բայց այդ արտահանումը այնքան փոքր է, որ համատելի չի օրինակ դեպի Ռուսաստան արտահանման հետ։ Հետևաբար մենք եւս մեկ անգամ պետք է վերանայենք մեր տնտեսական քաղաքականությունը, դրա հիմքում դնելով երկարաժամկետ տարբեր նպատակներ եւ այդ թիվ 1 նպատակը պետք է լինի այս տնտեսական ինտեգրման միությունների հետ միաժամանակ աշխատելը առանց կտրուկ քայլերի, առանց կամ մոտեցման, այսինքն մենք կարող ենք զարգանալ միայն այս երկուսը համատեղելու միջոցով։ Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ։ Էրիխ Մարիա Ռեմարկի այս խոսքերը առավել քան դիպուկ են բնորոշում մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում վարձակալությամբ բնակվող Ջանոյանների ընտանիքի մոր հոգատարությունը կրտսեր որդու նկատմամբ։ Տեսնելով, թե ինչպես է Տաթևիկ Ջանոյանը սեփական հիվանդություն աչքաթող արած, ամբողջ օրն անցկացնում որդուն խնամելով ու պայքարելով, որպեսզի երեխան վերջնականապես չգանվի հաշմանդամի սայլակին, մեզ զանգահարած հեռուստադիտողները մի կերպ էին զսպում հույզերը, հիանալով այս կնոջ տոկունությամբ ու կամքի ուժով։ Նախորդ տեսանյութում նշել ենք, որ 6-ամյա երեխայի ապագան կախված է շարունակական թերապիաներից, որոնցից յուրաքանչյուրը արժե 8000 դրամ, մինչդեռ ընտանիքի եկամուտը հազիվ է բավարարում ամենօրյա կարիքները հոգալուն։ Այսինքն մայրական քնքշանքից ու հոգատարությունից զատ անհրաժեշտ էին նաև ֆինանսական միջոցներ։ Եթե նկատեցիք, խոսեցի անցյալ ժամանակով, իսկ դա նշանակում է, որ մեզ հետ համագործակցող ընկերություններն ու անհատները ոչ միայն հոգեպես են կանգնել այս ընտանիքի կողքին, այլև գործուն աջակցություն են ցուցաբերել։ Մասնավորապես ընտանիքին փոխանցված գումարով տևական ժամանակ կլուծվի Սարգսի թերապիաների ֆինանսավորման հարցը։ Ավագ որդուն 13-ամյա Արմենին նվիրեցինք իր երազած երաժշտական գործիքը՝ կլարնետը։ Տղան անչափ երջանիկ էր, խոստացավ լավ նվագել սովորել, որ հետագայում ընդունվի կոնսերվատորիա։ Նաև տարել ենք սնունդ, կահույք, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Տարիներ շարունակ ընտանիքը միայնակ է պայքարել դժվարությունների դեմ։ Թանկարժեք թերապիաներ, վարձով բնակարան, առողջական խնդիրներ եւ վառօրյա ծանր հոգսեր։ Բայց հիմա, երբ ամենածանր հարցերից մի քանիսն արդեն լուծված են, նրանք վերջապես կարող են մի փոքր շունչ քաշել։ Երբ կան աջակցող ու սրտացավ մարդիկ, ապագայի հանդեպ ընտանիքի հույսն ու հավատը ավելի է ուժեղացել։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Հավատի հարգը» տեսանյութը։ Երբեմն ամենածանր պայքարների մեջ ապրող մարդիկ այնքան են սովորում դժվարություններին, որ նույնիսկ հույս ունենալուց են վախենում։ Ջանոյանների ընտանիքը այս ճանապարհն անցել է տարիներ շարունակ լուռ առանց բողոքի, միայն մի ցանկությամբ պահել ընտանիքը ու չկորցնել հավատը։ Այսօր սակայն նրանց տանը առաջին անգամ երկար ժամանակ անց ոչ միայն հոգսի, այլ նաև թեթևացած շնչի զգացողություն կա։ Այնինչ մի ժամանակ անհնար էր թվում արդեն իրականություն է դարձել։ Որ նայում եմ մի քիչ քայլում, ես քայլում եմ, ասում եմ ավելի լավ է իմ կյանքը տորի երեխուն, իմ ուժը տորի երեխուն, Աստված չափ։ Նախորդ անգամ ընտանիքի անդամները շվարած պատմում էին իրենց տան ճրագներից մեկի Սարգսի առողջական խնդիրների, կենցաղային պայմանների ու անհաղթահարելի դժվարությունների մասին։ Այս ընտանիքի ցավալի պատմության հետքերով կրկին Շենգավիթ գնացինք, այս անգամ հույս տանելով մեզ հետ ապացուցելու, որ իրենց ցավը կիսող բարի մարդիկ էլ կան, որ գթասրտությունն ու կարեկցանքը մարդկային են։ Դուք ինձ թվեր տվեցիք, ես շատ հուսահատ վիճակ էր ինձ մոտ, մտածում եմ ես ոնց պետք է անեմ։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ բոլորից, ով մասնակցել այս գործին, շատ շնորհակալ եմ, շատ, թող ասում բոլորին հասնի։
Ջանոյան ընտանիքի կյանքի ամենածանր փուլերից մի քանիսն արդեն անցյալում են։ Տարիներ շարունակ ընտանիքը միայնակ է կրել դժվարությունների ամբողջ ծանրությունը։ Թանկ արժեքով, երբեմն անհաղթահարելի թվացող թերապիաներ, բարձր բնակարանի խնդիր, առողջական բարդություններ ու առօրյա անվերջ հոգսեր։ Այս ընտանիքի ամեն օրը պայքար է եղել հատկապես Սարգսի առողջական վիճակի պատճառով։ Նրա բուժումներն ու թերապիաները մեծ ֆինանսական բեռ էին դարձել ընտանիքի համար, բայց այսօր արդեն այդ բեռը փոքր-ինչ թեթևացել է։ Մեր գործընկերների սրտացավ հեռուստադիտողների ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ընտանիքում խանդավառված էին, երբ իմացան, որ բարի մարդկանց շնորհիվ հավաքվել է գումար Սարգսի թերապիաների բուժման համար։ Ասել է, թե երեխայի սայլակին գանվելու վտանգը առժամանակ կհետաձգվի։ Սարգսի ժպիտը նրանց ամենամեծ նվերն էր։ Շնորհակալ եմ բոլոր բարերար մարդկանցից, հեռուստադիտողից, ամենակարևորը հեռուստադիտողից, բոլոր բարերար մարդկանցից, որ իմ հոգսը թեթևացրեցին, իմ երեխայի թերապիաները ես կշարունակեմ։ Աստված թող իրանց օգնի, Աստված թող իրանց այնքան տա, որ իրանք կարողանան սենց նման մարդկանց օգտակար լինել։ Ես մտածում եմ, որ մենք ճար չունենք ապերիկին ոնց ենք թերապիաների տանելու։ Ես շատ շնորհակալ եմ մեր հովանավորներին, որ իրանք օգնել են, որ իմ ապերիկը գնա թերապիաների եւ կքայլի։ Աննկարագրելի էր Արմենի երջանկությունը։ Տղան ուզում է երաժիշտ դառնալ ու այսօր արդեն իր ձեռքում պահում է այն գործիքը, որի մասին երկար ժամանակ միայն երազել էր։ Ընտանիքը գումար չունենալու պատճառով չէր կարողանում տղայի երազանքն իրականացնել, որի մասին իմանալով սոլո երաժշտական խանութ սրահի տնօրինությունը Արմենին կլարնետ նվիրեց։ Նրա աչքերում հիմա ապագայի նկատմամբ հավատ ու վստահություն կա։ Կլարնետը ինձ օգնելու է, որ ես գնամ բանակ, նվագեմ նվագախմբում եւ շատ բաներ, երաժշտական խանութ եմ ես բացելու։ Այդպես։ Այս անգամ մենք ընտանիքին այցելեցինք ոչ միայն լսելու, այլ նաև նրանց կողքին կանգնելու համար։ Մեզ հետ տարել էինք կահույք, ընտանիքին առաջին ձեռք մեկնողներից էր մեկ կահույքի խանութ սրահը, որն առաջարկում է ժամանակակից ու որակյալ կահույքի լայն տեսականի, նախատեսված տան տարբեր հատվածների համար։ Մեկ կահույքի խանութ սրահի տնօրինությունը երեխաներին ուղարկել էր մահճակալներ, պահարան, սենյակի համար այլ պարագաներ։ Նրանց ուրախությանը չափ չկար։ Սենյակը կքնեմ։ Ես կդնում կքնեմ, հանգիստ արդեն կքնեմ իմ մոր։ Որ իրա կահույքը տեսա, որ իրեն կահույք եք բերել, որ ինքը կօգտվի դրանից, ամեն ինչ ինքը ինչ տեսավ, շատ ուրախացավ, շատ երջանկություն ես տեսա Սարգսի աչքերում։ Կենցաղային պայմանների բարելավման հարցն էլ անտեսված չմնաց։ Ընտանիքի համար կարևոր խնդիրներից մեկի հարցը ևս լուծվեց։ Բացի ննջարանի կահույքից, տան կահույքը լրացնելու աջակցության ձեռնարկին միացել էր նաև Արգավանդ ԵՄ-ը, ուղարկելով նորավոճ բազկաթոռ, որից ամենաշատն ուրախացել էր հենց Սարգիսն ու հարմար տեղավորված արդեն գիրք էր կարդում։ Նոր, տեսակ ինչ ասես սպա, տատիկ տես ինչ գեղեցիկ կրեսլեր են բերիմ, ինքը սիրում աջողություն, որ նայում բատեն բոլորը բերել է, կարծեն ուրախանում է։ Շատ եմ սպասել ձեր գալուն, ես ուրախացում, որ բազկաթոռ ունեցա։ Մեր նոր գործընկեր Իսաջանյան Դենտ կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել լիովին անվճար։ Նախորդ անգամ լսել էինք Սարգսի բոլոր ցանկություններն ու փորձեցինք հետևողական լինել դրանց իրականացմանը։ Ցանկությունների ցուցակը գլխավորում էր հեռախոսը, որը տղան տեսնելուն պես անչափ ուրախացավ ու խոստովանեց չերել երազի ունենալ նման սմարթֆոն։ Տաթևը եւս հեռախոս ունեցավ, Mobile Center բջջային խանութ սրահի տնօրինությունը նվիրեց։ Շնորհակալություն շատ։ Հետո քեզ զանգեմ։ Edit Print հրատարակչությունը փորձեց լրացնել երեխաների գրքերի բացը։ Տղաները սիրում են ընթերցանությունը, բայց տան հոգսերի մեջ հերթը չէր հասնում գեղարվեստական գրքեր գնելուն։ Շնորհակալություն, որ մասին մտածել եք։ Մեր մշտական գործընկեր Ակվատեկ մարզաառողջարանային համալիրն էլ ցանկացավ այս երեխաներին գոնե մեկ օր երջանկացնել։ Ակվատեկի աշխատակիցը անձամբ հրավիրեց ամենամեծ ջրային գոտում ուրախ ժամանց անցկացնելու։ Սարգսի երջանկությանը չափ չկար։ Ակվատեկ ընկերությունը ձեր պատմությանը ծանոթացավ, ունեք հրաշք լուսավոր երեխաներ ու վստահ ենք առողջությունն կկարգավորվի Սարգսի, ես իրան շատ հավանեցի ու ձեր ընտանիքին սիրով հրավիրում ենք Ակվատեկ ուրախ ժամանց անցկացնելու։ Շնորհակալ եմ ձեզ։ Ուրախ ջրային զոնաներում երեխաները լողում էին, խաղում, իսկ վերջում ընտանիքին սպասվում էր համեղ հյուրասիրություն։
Տանտիկինը մեծ ուրախությամբ ընդունեց Mr. Gin տնտեսական ապրանքներ արտադրող ընկերության ուղարկած տան անհրաժեշտ մաքրող միջոցների հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարը։ Ընկերությունը ընտանիքին օգնեց նաև դրամով։ Ես լվացքը դաժե երեկվանից չի արել, տենց չունեի էլի միջոց, որ պետքա լվացք անել։ Մեր հովանավորների բանակին է միացել նաև Coffee բուրմունքը, պրեմիում դասի սուրճի բրենդը, որը մասնագիտացված է բարձրորակ սուրճի արտադրության մեջ։ Այս բրենդը ի դեպ առանձնանում է իր բացառիկ խառնուրդներով ու նուրբ մշակմամբ։ Coffee բուրմունքը իր ընտրանուց էր ուղարկել, տրամադրելով բարձրորակ սուրճերի, համեմունքների լայն տեսականի, ինչպես նաև պնդուկի ու կակաոյի բնական բաղադրիչներով շոկոլադե կրեմ, որը թույլատրելի է նաև երեխաներին։ Այս ընտանիքին աջակցությունը ոչ միայն նյութական էր, այլև դրամական, որը դարձյալ կուղվի Սարգսի թերապիաներին։ Ես շատ ուրախացել եմ, որ մամայի հոգսը թեթևացել է։ Իմանալով երեխայի բուժման ծախսերի մասին, մեր մշտական հովանավորներ Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչներն էին անձամբ բերել գումար իրենց լուման ունենալու այս նախաձեռնությանը։ Էկոկոմֆորտը, որը շուկայում հայտնի է դռների պատուհանների արտադրությամբ, մշտապես մեր գործընկերների կողքին է։ Իմանալով Սարգսի առողջական վատ վիճակի մասին, որ նրան թերապիաներ են պետք եւ դուք չունեք այդ գումարը, որովհետեւ նրան կարողանաք բուժել, որոշեցինք օգնել ձեզ գումարով։ Շնորհակալ եմ շատ։ Տաթև ջան, ցանկանում եմ թող Աստված միշտ լինի ձեր կողքին, թող բարի մարդիկ շատ գտնվեն, որ երեխաները առողջ լինեն։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեզ։ Սարգիսն ամեն ինչ չէ, որ ուտում է, պատմում է մայրը, փոխարենը քաղցրն է սիրում։ Ռուսկի բիսկվիտ ընկերությունն էլ քաղցրահամ տեսականի էր ուղարկել, դրացնելու Սարգսի տան մյուս փոքրիկների քաղցրի պաշարը։ Աջակցության ձեռնարկին միացել էր նաև թխվածքաբլիթների ու փախլավաների լայն ու հարուստ տեսականիով Տավուշ Սվիտ ընկերությունը։ Սնունդի կարիք էլ շատ ունենք, դերնես չի, որ շատ գումար ունենք, որ կանանք ամեն օր մեր ուզածներ ուտենք, մեր ուզածները խմենք, չէ, հնարավոր չի։ Մակարոն, կարտոֆիլ, այդպես բաներ մենք շատ կարողանանք։ Անչափ շնորհակալ եմ սնունդը ուղարկողներից։ Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք։ Նրանք նույնպես ֆինանսապես աջակցեցին։ Սարգսի կյանքի պատմությունը լսելուն պես շտապել էին օգնել մեր բարերարները, Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը ինչպես միշտ պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին։ Ցուցաբերված դրամական աջակցությամբ պարտքերի բեռից ազատվելուն են օգնել նաև Երևան City-ի սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Բարի մարդիկ ինձ փող են ուղարկել իմ բուժումների համար։ Ես շնորհակալ եմ։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սպրեդից, յուղերից, իր նոր տեսականուց մայոնեզ, տոմատներ ու կետչուպ էր ուղարկել։ Շուկայում հայտնի ու մեծ ճանաչում ունեցող Նարինե Մածուն ընկերությունն ուղարկել էր իր բազմազան համային տեսականուց, մրգային տարբեր համերի, որոնք դիետիկ են ու պատրաստված անարատ կաթից։ Ջանոյաններին սննդի մի քանի ամսվա պաշար էր ուղարկել Իջևանի գինու կոնյակի գործարանը, համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների ու կոմպոտների մեծ տեսականի։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկան ապահովեց ընտանիքի սննդամթերքի պաշարը։ Սառեցված մսամթերքը, հավի կոտլետները, նրբերշիկներն ու ձողիկները անձամբ էին բերել ընկերության ներկայացուցիչները։ Տաթև ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ձեզ եւ ձեր բալիկներին քաջառողջություն մաղթելով ձեր խոհանոցային օքսերը փորձեց կիսել այս թարմ մսատեսականիով եւ կիսաֆաբրիկատներով։ Հուսամ կհավանեք։ Շնորհակալ եմ, որ մեր ընտանիքի կողքին եք, աջակցեցիք մեզ։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Ես հավատում եմ, որ իմ ապերիկը քայլելու է, մենք իրար հետ գնալու ենք դպրոց, գալու ենք տուն, գնալու ենք խաղեր խաղանք իրար հետ, ամեն ինչ իրար հետ ենք անելու։ Ապագան տենց եմ տեսնում, որ պետքա ոտքի հանեմ երեխային, ուրիշ ոչ մի բան, ոչ մի ձև չեմ տեսնում։ Երբեմն կյանքը մարդկանց կանգնեցնում է այնպիսի փորձությունների առաջ, որոնք թվում են անանցանելի։ Տարիներ շարունակ Ջանոյան ընտանիքը պայքարել է լուռ, առանց բողոքի, առանց հանձնվելու։ Մի ընտանիք, որտեղ ամեն օր կռիվ են տվել առողջության, արժանապատիվ կյանքի ու վաղվա օրվա հույսի համար։ Բայց այսօր այս տան դռները բացվում են արդեն այլ զգացողությամբ։ Այստեղ դեռ կան դժվարություններ, բայց կա նաև ամենակարևորը՝ հույսը։ Ես վստահ եմ, որ նավանալու եմ։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղամաս չի գնալու։ Մարդկանց մոտ նախարարին հերթին կա անվստահություն։ Մասնակցելով քվեարկությանը իր քաղաքացիական պարտքը կատարել է 100 ընտրող։ Եթե դու չես ընտրում, քո
ձայնը կորում է։ Բնակչության նույնիսկ կեսը չէր մասնակցել այն գործընթացին, որը որոշելու էր, թե ով է Հայաստանը կառավարելու։ 4 մանդատ էլ ստանում են այս ուժը։ Մի բանաձև կա նաև դիսկուրսում, թե իշխանություններին ձեռնտու չէ քվեարկության ակտիվությունը։ Որքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի լավ։ Կարմիրաթոռներով այս դահլիճում առնվազն 3 քաղաքական ուժի ներկայությունը պարտադիր է։ Անհրաժեշտ է, որ անձամբ որոշես, թե ովքեր քեզ ներկայացնեն այս շենքում։ Հակառակ պարագայում քվեարկությունից հետո գուցե ամեն օր անակնկալները թակեն մեզանից յուրաքանչյուրի դուռը։ Չեն ուզում մասնակցել ընտրություններին, հետևանքներ է ունեն։ Ուզում ես վերաթողարկես քո վարորդական վկայականը։ Ինչ է անհրաժեշտ։ Ոչ մի բան։ Դրանցից զրկվել են բալային համակարգի պատճառով։ Ուսավ աշխատող մարդիկ են։ Նրանք խնդրում են փոխել այդ դրույթը, չեղարկել քննության պահանջը։ Կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը։ Սա ապագա օրինախախտների վրա եւս տարածվելու է։ Համատարած պետք է չլինի։ Ինչու են վկայականներից զրկված մարդիկ խուսափում քննությունից։ Ոչ մեկ իրափոխարեն չի որոշում ինքը գնա թե չգնա։ Ամենավերջին աստիճանի հարբած եւ պարզապես հոց գիծը տրորած վարորդները վերջնացնքում նույն տրամաբանությամբ չպատժվեն։ Խստություն չի, դա թալան է։ Ժողովրդահաճո որոշումների ընդունումը հեռուն տանող խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Սա բերում է իրավական պետության ոչնչացման։ Այ եթե 2008-ի մարտի 1-ը չլիներ, չէր լինի 2016-ի պատերազմը։ Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, չէր լինի 2020-ի պատերազմը։ Եթե ճիշտ կողմնորոշվեինք 2021-ին, ջերմուկում դիրքեր չէինք հանձնի։ Եթե մենաշնորհները երկրում արմատախիլ արվեին, գները այսքան չէին թանկանա։ Եթե պետությունը սահմանային լուրջ վերահսկողություն կիրառեր, այսքան թմրանյութ չէր ներթափանցի երկիր։ Եթեների շարքը կարելի է երկար շարունակել։ Էականալ չէ, թե որքանով ես համամիտ այս թեզերի հետ, բայց կա մեկ եթե, որի հետ չհամաձայնել չես կարող։ Եթե յուրաքանչյուր ոք մասնակցեր ընտրություններին, շատ աղետներից ու բացասական երևույթներից հնարավոր կլիներ խուսափել։ Այսինքն, եթե ամեն մարդ գիտակցի, որ ընտրություններին մասնակցությունը, քաղաքական պատասխանատվությունը եւ պետության կառավարման վրա քաղաքացիների ազդեցության հիմնական ձևը բակային տաղավարներում լրիվ այլ հարցեր ու թեմաներ կքննարկվեին։ Եվ առասարակ պետք է ոչ թե քննարկել, այլ քվեարկել։ Հենց քվեարկելով են մարդիկ որոշում, թե ովքեր են ընդունելու օրենքները, ղեկավարելու տնտեսությունը, բանակը, կրթությունը, առողջապահությունը, այլ ոչ թե փաստի առաջ կանգնելուց հետո հայտարարեն, որ եթե հասարակությունը խելոք լիներ, սրան կամ նրան չեր ընտրի։ Այդ ընտրողներից մեկն էլ հենց դու ես։ Գնա, կատար իր ընտրությունդ, տեր կանգնիր քվեիդ, ու եթե չստացվի, նոր միայն բողոքելու իրավունք ունենաս։ Առաջին հայացքից թվում է, թե կարիք չկա բացատրելու, թե ինչ է լինում, երբ ընտրություններին ցածր մասնակցություն է արձանագրվում։ Այդուհանդերձ երկու բառով նշեմ։ Ցածր մասնակցության դեպքում որոշումները կայացվում են փոքրաթիվ խմբերի ազդեցությամբ, ինչը չի արտացոլում ամբողջ հասարակության կարծիքը։ Մինչդեռ իշխանությունները ավելի շատ հաշվի են նստում այն հասարակության հետ, որը ակտիվ է եւ վերահսկում է գործընթացները։ Հետևաբար, որքան էլ մարդիկ տարբեր վերաբերմունք ունենան ընտրությունների նկատմամբ, ընտրելու պետք է գնալ, որովհետև այն ոչ միայն քաղաքացիական մշակույթի մաս է, այլև բացառիկ հնարավորություն անձամբ ներգրաված լինելու երկրի ապագայի ձևավորման գործում։ Էդուարդ Պողոսյանն է ուսումնասիրել ընտրության մասնակցության կարևորությունն ու այդ հարցում մի շարք զարգացած երկրների փորձը եւ այժմ կներկայացնի անխելք քննարկողից խելոք քվեարկող տեսանյութը։ Ովքեր են համաձայն անցկացնել Հայաստանի Հանրապետության հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Խնդրում եմ քվեարկել կողմ։ 1991-ին անկախություն ձեռք բերելուց եւ միջազգային հանրության սեղանին հայկական եռագույնը դնելուց հետո առաջին անգամ է Հայաստանը գնում համապետական ընտրությունների, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է։ Հետպատերազմական երկրի խորհրդանի դահլիճ հասնելուն եւ պետության կառավարման ղեկն իր ձեռքն առնելուն պատրաստ է 19 քաղաքական ուժ, 2 դաշինք եւ 17 կուսակցություն։ Թեպետ 2021-ին, երբ Հայաստանում 44-օրյա պատերազմի վերքերը դեռ առնահոսում էին, նույն համարձակությունը քաղաքական դաշտից 26
ունեին, այսինքն այս անգամ նրանցից 7-ն ընտրապայքարում չէ, բայց մինչև հայտ ներկայացրած ուժերից յուրաքանչյուրն իր սոցիոլոգիական հարցումների տվյալներն է հրապարակում, ընդգծելով սեփական դիրքերի ամրությունն ու առավելությունները, միջազգային անկախ հետազոտությունները փաստում են, Հայաստանում քաղաքացիների մինչև 34%-ը քաղաքականությամբ հետաքրքրված չէ, նրանց մինչև 20%-ը համոզված առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղամաս չի գնալու, հակառակը չի անցկացնում նույնիսկ մտքի ծայրով։ Մարդկանց մոտ նախարարին հերթին կա անվստահություն ոչ թե ընտրական գործընթացների նկատմամբ, այլ անվստահություն հենց այն թեկնածուների քաղաքական թիմերի նկատմամբ, ովքեր որ առաջադրվել են։ Բայց սա պատճառ չէ քաղաքացիական դիրքորոշումը չարտահայտելու համար։ Մասնագետներն իրենց խոսքը օրինակով են հիմնավորում։ Եթե անգամ աշխարհի երեսի բոլոր ճաշատեսակների համը դուր չգա, մարդն իր գոյության համար պարտավոր է դրանցից մեկն ուտել, թեկուզ կրճատելով ընտրանքը այն տեսականին, որն իր առջև դրված է։ Ասենք օրինակ լցոնված բուլղարական պղպեղը քիչ ավելի վատն է, քան նույն խճողակը կարտոֆիլի մեջ։ Սկզբունքը նույնն է նաև քաղաքացի պետություն հարաբերության մեջ, ասում են փորձագետները։ Լայն մասնակցությունը ընտրություններին դա ժողովրդավարության ամենակարևոր անկյունաքարն է։ Ժողովրդի կամքն է, որ արտահայտելու կամքի միջոց է, որը չափազանց կարևոր է, որովհետև մեր ընտրական համակարգն եւ սահմանադրությունը եւ ընտրական օրենքը ունեն որոշ, ասենք, հարթություններ, եթե դու չես ընտրում, քո ձայնը կորում է փաստորեն։ Եվ եթե ընտրում ես այն քաղաքական ուժերին, որոնք չեն անցնում խորհրդարական ընտրությունների շեմը, ձայները հետո պրոպորցիոնալ կերպով բաշխվում են անցնողներին։ Պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի գլխավոր հարցերից է այս մեկը։ Դաշտում օրենսդրության հակասական մեկնաբանությունների պակաս չզգացվեց առաջին իսկ պահից։ Օրինակ, կենտրոնական ընտրականն առաջարկում է մեր լեզվամտածողությունից հանել ձայների փոշիացման տերմինը։ Այն կուսակցությունը, որ ստացել է 4% եւ ավելի, մինչև 3 կուսակցություն գրկող դաշինքի հետ ստացել է 8 եւ ավել տոկոս եւ 4 եւ ավել կուսակցություն գրկող դաշինքի հետ ստացել է 10 եւ ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած եւ մասնակցում են մանդատների բաշխմանը։ Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները։ Եվ 101 նվազագույն մանդատը բաշխում ենք այս կուսակցությունների եւ դաշինքների միջև հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները որպես 100%։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սակայն վարժությամբ է բացատրում այն, ինչ օրենքն է ասում։ Նա առաջարկում է պատկերացնել հետևյալ իրավիճակը. մասնակցելով քվեարկությանը իր քաղաքացիական պարտքը կատարել է 100 ընտրող, նրանցից 40-ը քվեարկել է մեկի օգտին, 20-ը մյուսի, եւս 10-ը երրորդ ուժի, որոնք հաղթահարել են արգելապատնեշը եւ անցել խորհրդարան։ Այս 70-ը դառնում է 100։ Հաշվարկի process-ում դառնում է 100, որովհետև եթե ճիշտ լիներ այս թեզը, ապա ազգային ժողովը պետք է ունենար 70 մանդատ եւ ոչ թե 101 մանդատ, 101 падգամավոր, 70 падգամավոր պետք է լիներ։ Այդպես չի։ Եվ այս բանաձևի համաձայն այս 30-ը բաշխվում է, այս ուժերի միջև։ Չի բաշխվում հավասարապես, բաշխվում է անհամաչափ եւ 40 ձայն ստացածը ստանում է ահռելի տոկոս, բանաձևի համաձայն շուրջ 18 ձայն, 9 ձայն մոտ այսպես ստանում է S մի ուժը եւ 4 մանդատ էլ ստանում է S մի ուժը։ Նախորդ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մեր երկրի ավելի քան 2.5 միլիոն ընտրողներից միայն 1.281,997-ն էին մասնակցել քվեարկությանը, չէր հատվել նույնիսկ 50%-ի շեմը, այսինքն մեր բնակչության նույնիսկ կեսը չէր մասնակցել այն գործընթացին, որը որոշելու էր, թե ով է Հայաստանը կառավարելու հաջորդ 5 տարվա ընթացքում։ Արդյունքում խորհրդարան անցան միայն 2 ուժ, երկուսը 26-ից իշխանական քաղաքացիական պայմանագիրն ու ընդդիմությունից Հայաստան դաշինքը, իսկ պատիվ ունեմը ազգային ժողով հասավ օրենքի ուժով, անցողիկ շեմը չէր հաղթահարել, բայց ամենամոտն էր դրան կարմիր աթոռներով։ Այս դահլիճում առնվազն 3 քաղաքական ուժի ներկայությունը պարտադիր է։ Եթե նեղ է մասնակցությունը, դա չի արտահայտում Հայաստանի ժողովրդի կամքը եւ Հայաստանի ժողովրդի տեսլականը, քանի որ այս ընտրություններում բարդություններ կան, բնակչությունը մեր բևեռացված է եւ բնական է այդ բևեռացումը, որովհետեւ երբ որ դու պատերազմ ես պարտվում,
Բնակչությունը բևեռացվում է, խնդիրներ են առաջանում։ Եվ այս պայմաններում կարծում եմ չափազանց կարևոր է, որ բարձր մասնակցություն լինի։ Քաղաքագիտական ճշմարտության նման մի բանաձև կա նաև դիսկուրսում, թե իշխանություններին ձեռնտու չէ քվեարկության ակտիվությունը։ Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հակառակն է պնդում։ Իշխանության համար կարևոր է ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև դրա պատասխանատվությունը իշխանությունն է կրում եւ փաստ է, որ որքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի լավ, այնքան ավելի լեգիտիմ։ Իսկ մենք քաղաքացիների շփումներում հորդորում ենք նախ եւ առաջ գնալ եւ քվեարկության եւ իրենց վերաբերմունքը քվեով հայտնել, անկախ նրանից դա մեր օգտին կլինի թե ընդդիմության։ Ընտրություններին ակտիվ մասնակցելու արդյունքը հստակ է, ձևավորվում է իշխանություն, որն այսպես ասած մեծամասնության սրտով է, իսկ հակառակ պարագայում քվեարկությունից հետո գուցե ամեն օր անակնկալները թակեն մեզանից յուրաքանչյուրի դուռը, մասնագետների պնդումն է։ Հարցնում են, իսկ ընտրություններով չհետաքրքրվող օրինակ կոսմետոլոգը վստահ է, որ փոքրամասնության քվեով իշխանության եկած ուժն իր նախընտրական ծրագրում չէր գրել, թե այս ոլորտում գործունեություն ծավալելն արգելելու է։ Այսինքն այդ անտարբերությունը ցույց տալ, որ ոչ մեկի չեն ուզում ընտրեն, չեն ուզում մասնակցել ընտրություններին, հետևանքներ է ունենում։ 2016-ի քառօրյա պատերազմը, 2020-ի 44-օրյան, հետո արդեն նաև 2021-ին եւ դրան հաջորդած ողբերգություններից խուսափելու բանալին հենց համապատասխան պահին սեփական դիրքորոշումը արտահայտելու մեջ տեսնողներ կան։ Քաղաքագիտության դոկտորն էլ այս կարծիքին է։ Հայաստանի քաղաքական ուժերի հարցն է այստեղ։ Հայաստանում ամենաշատը պետք է լինի 5-6 կուսակցություն։ Կարող է լինել մեկ լիբերալ կուսակցություն եւ բոլոր այն կուսակցությունները, որոնք ունեն լիբերալ հայացքներ, միանան այդ կուսակցության հովանու ներքո, մեկ պահպանողական կուսակցություն եւ մենք ունենք նաեւ մեր ազգային կուսակցությունները։ Ընդ որում, շեշտում է Գասպարյանը, համակարգային խնդիրները մեծ իմաստով հենց միայն համակարգային են, խոչընդոտ չեն քաղաքացու համար 5 տարվա մեջ մեկ անգամ 5 րոպե տրամադրելով տեղամաս հասնելու։ Բայց մեր անկախության անցած 35-ամյա ճանապարհին նրա բավարար ջանքեր չենք գործադրել բարձր գիտակցությամբ քաղաքացու դաստիարակության գործում, իսկ այն շարունակում է ընտրական հարցերի փորձագետը, դեռ դպրոցից է պետք սկսել։ Շատ ժամանակ երիտասարդները չեն էլ վերցնում իրենց վրա պատասխանատվություն, որ իրենք արդեն այնքան բավականաչափ մեծ եւ հասուն են, որ կարող են մասնակցել ընտրությանը։ Իսկ դա որտեղից է բաց իհարկե գալիս, բնականաբար 18 տարեկան երիտասարդը համեմատում ենք, որ գոնե ավարտել է դպրոցը, եթե նույնիսկ օրինակ բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական հաստատություն չի շարունակում, ապա որտեղից է ստանալու այդ տեղեկատվությունը։ Եթե Հայաստանում ընտրությունների մասնակցությունը պարզապես բարոյական տեսանկյունից է մեկնաբանվում իբրև քաղաքացիական պարտքի կատարում, ապա աշխարհի շուրջ 20 երկրում այն պարտադիր է։ Եվրոպական պետություններ կան կտուգանեն ձեր կարծիքը քվեարկությանը չարտահայտեք, անձնագրային հարց ունենաք, տեսնեն ընտրությանը չեք մասնակցել, խնդիրներ կառաջանան։ Մենք պետք է գոնե բոլոր միջոցները սպառենք հասարակությունը տեղեկացնելու, նոր հետո անցնենք ավելի կոշտ միջոցների։ Ընտրությունը ընդհանրապես քաղաքական ուժերի մրցակցության հանգրվան չէ, դա նաև հանրային պատասխանատվության այն եզակի պահերից է, երբ պետության ապագայի շուրջ որոշումը մի քանի հազար պաշտոնյայի կաբինետներից տեղափոխվում է միլիոնավոր քաղաքացիների ձեռքերը։ Քվեաթերթիկի ընտրությունը, որքան էլ փոքր թվա, իրականում ազդեցություն ունի շատ ավելի մեծ հարցերի վրա՝ անվտանգությունից ու սահմաններից մինչև կրթություն, հարկեր, բանակ, սոցիալական քաղաքականություն եւ յուրաքանչյուր ընտանիքի առօրյա կյանք։ Յուրաքանչյուր առավոտ կանգնում ենք հայելու առաջ եւ մտածում՝ ինչ հագնել այսօր։ Օրինակ, մոխրագույն թե սև պիջակ։ Պատկերացնում եք, որ դուք ցանկանաք հագնել այս մեկը, բայց ստիպված կրեք սա, որովհետեւ այդպես է ուզում ձեզ այդ նույն պահին նույն սենյակում գտնվող մեկ այլ մարդ։ Դժվար է պատկերացնել, չէ՞։ Հավանաբար նույնքան դժվար կլիներ նաև 19-րդ դարում ընտրական հավասար իրավունքի համար փողոցային պայքարի դուրս եկած մարդկանց պատկերացնել, որ 2 դար հետո քաղաքացիները կարող են ունենալ ընտրական հավասար իրավունք, բայց եւ չմասնակցեն ընտրություններին, որպեսզի քո փոխարեն չորոշեն, թե ինչ պիջակ հագնես դու, անհրաժեշտ է, որ անձամբ որոշես, թե ովքեր քեզ ներկայացնեն այս շենքում, որովհետև ամեն բան կախված է հենց քո քվեից։ Էդվարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Անցնող շաբաթ հասարակությունն ալեկոծվեց 2 լուրից։ Նախ տեղեկություն ստացվեց, որ նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացին ինքնասպան է եղել։ Հետո տեղեկացանք, որ վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց վկայականը ընդհանրապես վճարելով համապատասխան տուրքը։
Սա իդեպ վերաբերում է նաև ալկոհոլ օգտագործելու հիմքով վկայականներից զրկված վարորդներին։ Այո, երկու լուր, որոնք ըստ էության ի ցույց դրեցին պետության վերաբերմունքը տարբեր երևույթների նկատմամբ եւ կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ հանրային փոխհարաբերությունների վրա։ Ասեմ թե ինչ նկատի ունեմ։ Թերևս տեղյակ եք, որ պաստառ պատրող մարդուն օրենքով սպառնում է առավելագույնը վարչական պատասխանատվություն։ Իսկ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները կոպտորեն խախտողները, հատկապես ղեկին հարբած նստողները, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Բայց հարյուտես, որ երբ համադրում ես այս երկու դեպքերը, ստանում ես լրիվ հակառակ պատկերը։ Պաստառ պատրողը հայտնվում է հոգեբուժանում, որտեղ ինքնասպան է լինում, իսկ հարբած վարորդը ստանում է պետական ինդուլգենցիա։ Այնինչ նորմալ երկրներում ղեկին ալկոհոլի ազդեցության տակ գտնվողը համարվում է հանրային չարիք, որին պետք է խստագույնս պատժել։ Ղեկին հարբած նստածների նկատմամբ պետության այս հոգատարությունը հարկ է քննարկել նաև այլ տեսանկյունից։ Ամեն անգամ, երբ պետությունը նվեր է անում հանրային պարսավանքի ենթարկված օրենքով մեղավոր ճանաչվածներին, տվյալ դեպքում ներելով տուգանքները կամ վերադարձնելով վարորդական վկայականները, հանրության օրինապահ հատվածը իրեն առհամարված ու գծված է զգում։ Այսինքն, երբ մի քանի քվե ավելի ստանալու դիմաց իշխանությունները արտոնում են պոտենցիալ քիլլերներին կրկին մեքենա վարել, նրանք խախտում են հասարակական համերաշխությունն ու խաթարում հավատը պետության նկատմամբ։ Ոստի արդյոք նման պետություն ենք ուզում, հարցը ամենևին էլ ռետորական չէ։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Կախաղան կամ քվեներ քիլլերներով» տեսանյութը։ Կառավարության շենքի առաջ նորից մարդիկ են հավաքված, պահանջում են իրենց վարորդական վկայականները։ Դրանցից զրկվել են բալային համակարգի պատճառով, այսինքն կատարել են խախտումներ, սպառել են բալերն ու զրկվել վկայականներից։ Հիմա պետք է հանձնել քննություն, որպեսզի նոր վկայականներ ստանան։ Նրանք խնդրում են փոխել այդ դրույթը, չեղարկել քննության պահանջը։ Օրեր անց նրանց ցանկությունը կատարվեց։ Facebook-յան էջում այդ մասին գրառում արեց վարչապետը։ Սա աշխատող մարդիկ են, մեկը առաքիչ է, դուք պատկերացնում եք 10,000 հոգու Մեկը բանակի, դաժե բանակի ունենք աշխատող։ Վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը վճարելով համապատասխան տուրք։ Վերականգնումից հետո 1 տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ։ Եթե այդ 1 տարվա ընթացքում վարորդը չի սպառում 6 բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի ստանում է 13 բալ։ Իսկ եթե սպառում է 6 բալը, ապա 1 տարի չի կարող վարել եւ իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով։ Վկայականներից զրկված վարորդները գոհ են։ Իդեպ, սա ապագա օրինախախտների վրա եւս տարածվելու է, այնպես որ նաեւ նրանք կարող են ուրախ լինել։ Ճիշտ է, քաղաքացիներից ոչ բոլորն են կիսում այդ ուրախությունը։ Որոշակի կարգավորումներ պետքա լինի, ասենք համատարած պետքա չլինի, որ հասկանանք մենք այս օրենքի կիրառման համաչափությունը ու արդարացիությունը։ Խմած մի անգամ կանգնացրել են, երկրորդ անգամ էլ ինքը կրկնել, երկրորդ անգամ։ Ինչու է սա անում, էլի այդ բաները հիմա այս համաներումով, որ իրենց վարորդական տակ իրենք էլի են անելու։ Տիգրան Քեյանը դեմ չէ վկայականների վերադարձին, դեմ է բոլորին նույն սանդղակով չափելու քաղաքականությանը։ Վկայականներից զրկվածները խախտումներ են արել, բայց խախտումները տարբեր են։ Հարցն այն է, թե ինչու են վկայականներից զրկված մարդիկ խուսափում քննությունից, եթե գիտելիքները բավարարում են ավտոմեքենան հավուր պատշաճի վարելու համար։ Տեսական հարցաշարը Հայաստանում բավականին հեշտ է համեմատած մեր հարևան բոլոր պետություններին, եթե նաև վերցնենք Եվրոպան, ապա մի քանի անգամ ավելի հեշտ է։ Կարծում եմ տեսական հարցաշարը սովորել հանձնելը դժվար չէ, կարելի է կազմակերպել, ինչի ոչ, նաև պետական մակարդակով կազմակերպել զրկվածների համար դասընթացներ։ Արտաշեսը բերում է շատերի համար օրինակ ծառայող Եվրամիությունում, ավելի կոնկրետ Գերմանիայում վարորդական վկայական ստանալու օրինակը։ Մենք ուզում ենք չէ հասնել Գերմանիայի մակարդակին։ 45 ժամ վարելուց հետո վարորդի տեխնացուն ավտոդպրոցի մեքենայով եւ իր հրահանգիչի հետ, որը ներկայանում է որպես վարորդի տեխնացուի ներկայացուցիչ, արդեն ավտոդպրոցը վերցնում է քննության օր-ժամ, համաձայնեցնում է տվյալ ստորաբաժանման հետ եւ տանում է քննության իր մեքենայով։ Քննությունը ձախողելու դեպքում էլ մարդը Եվրոպայում պարտավոր է որոշակի ժամանականակով գործնական դասերի մասնակցել։ Կստանա թե չի ստանա, այսպես ասած ինքը գիտի, ոչ մեկ իր փոխարեն չի որոշում, ինքը գնա թե չգնա, ինքը պատրաստ է թե պատրաստ չի, բայց կարծում եմ դա մասնագետը պետք է որոշի, որից արդեն բխում է այդ հերթերը, որից բխում է երթևեկության որակը։
Վերադառնանք Հայաստան, վարորդական վկայականներից զրկվածներին։ Այս պահին 5000-ից ավելի նման անձ կա։ Նրանց շարքում միայն ալկոհոլ օգտագործելու կամ արագություն գերազանցելու հետևանքով բարերից զրկված վարորդներ չեն։ Մաքսայինում տալիս են տրանզիտ համարժը, գնում ես Մաքսայինի տերմինալից, կանատեղից, հատվածից մեքենատ վերցնում ես, նորից հետ ես գալի այդ շենքի մոտ 200 մետր ես դու երթվեկում։ Դու տրանզիտ համարներս ես վերցրել ես, դրել ես մեքենայից տե, այլ ոչ թե փակսել ես մեքենայի վրա եւ գնում ես ու մեքենատ հաշվառում անցնես։ Ճանապարհային ոստիկանությունը քեզ կանգնեցնում է, բարեկային ծառայություն, ասում դու առանց տրանսպորտային, առանց հաշվառման համարի նիշի երթևեկել ես, քեզ տուգանում ենք։ Ու զրկում ենք վարորդական իրավունքից։ Եղել են ավելի վիճելի դեպքեր, երբ մարդիկ կատարած իրավախախտման պատճառով կորցրել են բալերը, դրա հետևանքով նաև վկայականը։ Մարդիկ գնացել են ոստիկանություն բողոք գրելու, որ իրենց համարները գողացել են։ Այդ գնալու ընթացքում էլի բարեկային ծառայությունը կանգնացել է եւ իրենց տուգանել է։ Ընդհանրապես արժե վերանալ վկայականից զրկվելուն հանգեցնող օրինախախտումների ցանկը, որպեսզի ամենավերջին աստիճանի հարբած եւ պարզապես հոծ գիծը տրորած վարորդները վերջնարդյունքում նույն տրամաբանությամբ չպատժվեն։ Այդ խստությունը պետք է ինքը հնարավորինս չթուլանա, բայց խստությունը այնպես չլինի, որ գիծ տրորելու համար մարդիկ տուգանվեն, դա խստություն չի, դա թալան է, ասենց ասեմ, էլի։ Ըստ էության, վարորդների նկատմամբ հայտարարվելու է համաներում։ Տարիներ առաջ ընտրական պրոցեսների շեմին նման ճակերտավոր ակցիայի ականատեսը նորից դարձանք։ Ներվեցին տուգանքները։ Երբ քաղաքական ինչ որ պատուհան, այս դեպքում ընտրությունների նախաշեմ եւ այլն, դառնում է կամ թվացial այդպես կարող է ընկալվել, որ դառնում է բոլորի համար համատարած ներման ամնիստիաների եւ այսպիսի ընկալմամբ, սա բերում է իրավական պետության ոչնչացման։ Խնդրահարույցը այս հացի քննարկման մեթոդը։ Սովորաբար որևէ գերատեսչություն նախ մշակում է օրինագիծ, հետո համապատասխան հարթակում այն դնում քննարկման ու հետո միայն ներկայացնում կառավարության եւ խորհրդարանի դատին։ Ամենաարդյունավետ միջոցը չի Facebook-ով կամ որևէ հանրային դաշտում ընդհանրապես քննարկել օրենքը կիրառենք թե ոչ։ Սա կատաստրոֆիկ երևույթ է առասարակ։ Դուք պատկերացնում եք, օրինակ որևէ վիրաբույժ գրի օրինակ ձեր որդու երակը ժգուտով կապենք, թե չգիտեմ, մեկ այլ բժշկական լուծում տանք։ Սա հնարավոր բան է արդյոք։ Փորձագետները մտավախություն ունեն, որ հարմար պահին ժողովրդահաճո որոշումների ընդունումը հեռուն տանող խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Սա կարող է բերել պատկերացման իմ ու քո մոտ, հասարակ քաղաքացու մոտ, որ կարելի է անել իրավախախտում, սпасել քաղաքական ինչ որ պատուհանի, դա կարող է լինել ընտրությունը, դա կարող է լինել հանրակրվե։ Այս ամեն ինչի արդյունքում կարող ենք մենք մի հատ ձայն բարձրացնել եւ այդ տուժը տուգանքը, որը նշանակված է վարչական կամ քրեական տիրույթում, մեկ էլ վարչապետը որոշի, որ դե լավ, եկեք այս մարդկանց ներենք։ Ես նախորդ տարի վաճառել եմ իմ զենքը, ցանկանում եմ գնել նորը։ Ինչ է անհրաժեշտ դրա համար։ Նախ նոր զենք։ Հրաշալի է։ Վերահանձնել քննությունները, վերահանձնել, այսպես ասած, նարկո եւ փսիխոփորձաքննությունները, որից հետո քեզ հնարավորություն կտրվի գնել զենք։ Իսկ օրինակ, եթե ուզում ես վերաթողարկես քո վարորդական վկայականը, ինչ է անհրաժեշտ, ոչ մի բան, ոչ քննություն, ոչ փորձաքննություններ, ուղղակի գնում եւ վերցնում ես։ Չնայած այսօր ճանապարհներին տարեկան հարյուրավոր մարդիկ են զոհվում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման պատճառով, իսկ քաղաքացիական զենքով մահեր տարեկան գրեթե չեն գրանցվում։ Այսինքն խանութից գնված զենքով մարդիկ իրար չեն սպանում սովորաբար։ Արմեն Աթելյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Ինչքան ուժ ունի այս BMW-ի վարորդը վնասը հասցրել այս տան տիրոջը։ Վարորդն էլ առաջ կոպրծել դուք էլ։ Ամենևին էլ չեմ ուզում արդարացնել Գագիկին։ Ուղղակի իրոք խայտարակ ճանապարհ է։ Որ ասֆալտը աղարացելն ավտոբուսը չերի ընկնի այդ օրը։ Դե ուրեմն Կարեն ջան, մանրամասն կպատմես, թե ոնց ես հաջողացրել, որ այսօրն ես ընկել։ Արի։ Բարեկները կասկած ունեն, որ իրականում Մայբախի ղեկին ուրիշ մարդ է եղել, սակայն վարորդ ներկայացել է Արմենը։ 3 վիրավոր։ Փաստորեն, ինչպես օրեր անց պարզվեց, նրանք իրավացի էին։ Ցավոք, իսկույն վթարից 2 շաբաթ անց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ։ Չի բացառվում, որ Հովոյի վարորդը 35-ամյա Էմինե ղեկին հանկարծամահ է եղել։
Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի շարժակազմի որակական փոփոխության համար տարիներ պահանջվեցին։ Երևանցի մի կերպ հրաժեշտ տվեց գազելներին, պազերին, խորհրդային եւ ռուսական արտադրության հնամաշ ավտոբուսներին եւ միկրոավտոբուսներին։ Թեև հաշվի առնելով այն հանգամանքը, որ երևի շաբաթ չկա, որ չինական նոր ավտոբուսներից մեկը վթարի չենթարկվի, գուցե որոշ ժամանակ հետո դարձյալ դեժավյու ապրենք։ Իսկ մարզերում անցյալին վերադառնալու կարիք չկա, քանի որ գազելներն ու պազերը շահագործումից դուրս չեն եկել։ Պատկերացնում եք, մարդ են տեղափոխում մի քանի տասնամյակի պատմություն ունեցող մեքենաներով, իսկ թե արդյոք անվնաս են հասցնում հարցին, բացասական պատասխան ցավոք հաճախ է հնչում։ Վառ օրինակը վերջերս Մասիս Հովտաշատ երթուղին սպասարկող Պազ Մակնիշի ավտոբուսի հետ պատահածն էր։ Իսկ պատահել էր այն, որ ավտոբուսը կողաշրջվել էր։ Ահազանգողը Շամշյանին հայտնել էր, թե հանրային տրանսպորտը վարել է 68-ամյա տղամարդ, թերևս ակնարկելով, որ կատարվածում վարորդի տարիքը կարող էր նշանակություն ունենալ։ Սակայն դեպքի վայրում ֆոտոլրագրողը արձանագրել է, որ ճանապարհի վիճակն է սարսափելի։ Դա հաշվի առնելով կատակում էր, թե գուցե ահազանգողը այդ ճանապարհը սպասարկող իրավասուներից էր։ Մի խոսքով, հանրային տրանսպորտի ու ճանապարհային ենթակառուցվածքների առնչությամբ որոշ տեղաշարժ նկատելի է հիմնականում մայրաքաղաքում, իսկ այն մարզային միջհամայնքային ճանապարհները անմխիթար վիճակում են։ Փաստ, որի վրա հրավիրում ենք հունիսի 7-ից հետո ձևավորվելիք իշխանության ուշադրությունը։ Այդուհանդերձ արդարության դեմ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ ոչ բոլոր համայնքային ճանապարհներն են ավերված, ու դրանում կարելի է համոզվել ուսումնասիրելով Կոտայքի Գողթ գյուղի գլխավոր ճանապարհը։ Այն ոչ միայն ասֆալտապատ է, այլև գծանշված, եւ այդ հանգամանքը այնքան է ոգևորել վարորդներից մեկին, որ արագություն է զարգացրել եւ մահացու վրաերթի ենթարկել ճանապարհն անցնող մորնո դստերը։ Այսինքն ստացվում է, որ երբ ճանապարհները վատ են, ավտոբուսն է շրջվում, ճանապարհները լավ են, վարորդն է մահացու վրաերթի հեղինակ դառնում։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի ճանապարհների մահացու աբսուրդը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, ախր ինչի ենք մենք շարունակաբար վտանգում մեր ու մյուսների կյանքը։ Հարցս ուղղված է հիմնականում այն վարորդներին, որոնք շատ լավ գիտեն, որ ղեկին նստելիս սաղ դարդ ու ցավերը պիտի դնես մի կողմ, մինչև հասնես նպատակակետիդ, բայց ոչ, միայն դարդերը չեն կարողանում մոռանալ, այլև մեկ էլ կտեսնես, ասենք, հեռախոսի մեջ են խորացած, այ ընկեր, գոնե հասկանում ես, թե ինչ կարգի վտանգի ես ենթարկում քեզ ու հավանական թիրախիդ, ախր ինչի պետքա տևական ժամանակ մեր ռեպորտաժների մեծ մասը զբաղեցնեն ինքնավթարները, խելքի հաշեցեք, քանի դեռ ուշ չէ։ Խնդրեմ, էս ինչի ա նման էլի։ Օրը ցերեկով Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի Աղաբաբյան փողոցում տեղի ունեցած ինքնավթարի միակ դրական կողմը մարդկային կորուստ չունենալն էր, բայց որ բնակչին շոշափելի նյութական վնաս էր հասցվել, հենա տեսնում եք ինքներդ, ինչքան ուժ ունի այս BMW-ի վարորդը վնասը հասցրել այս տան տիրոջը, ընդ որում արդարացումների ժամանակ հստակորեն հետևելով Գյուլնաս տատիկի թեզերին։ Այս պատուանը ոնց է։ Այն երկն է точно ասա պատուանը այդ բացարա գնացել է այդ ավտոն։ Ինքնավթարը բացվում է այդ ավտովթարային իրավիճակ կարի է։ Պրակտիկաս հուշում է, որ տենց ամեն ինչ էլ կարելի է ասել, միայն թե սեփական մեղքը չընդունեն։ Ամեն դեպքում ասեմ, որ վերջնական պատասխանը նախաքննական մարմինը կտա եւ անցնեմ առաջ։ Մասնավորապես, որպեսի պարզ լինի բնակչին հասցված վնասը, ասեմ, որ BMW-ն դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է բնակչի տան տարածքում տեղադրված երկաթեսյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված եւ կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց, բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։ Ընդ որում, զոհ կամ վիրավոր չունենալու հանգամանքը բացառապես պատահականության արդյունք է։ Հենա լսեք, թե ինչ է ասում տանտիրոջ մայրը։ Այստեղ ատեղես նստած աղի, ես ես դուրս էի ուզում դուրս գնայիք, տեղը վեր առնեի։ Աստված ասում եք, այդ որ ասում եք։ Աստծո զորություն է։ Այո, Աստծո զորությանը պետք է միշտ ապավինել։ Հենա, BMW-ի չարաճճի վարորդն էլ հավանաբար ապավինել, որ նման ինքնավթարից հետո նույնիսկ չի վիրավորվել։ Պարեկները նրան ենթարկել են սթափության փորձաքննության
պարզվել է, որ սթափա։ Հետո վարկած շրջան առեց, որ ինքնավթարի պատճառը եղել է մեքենայի տեխնիկական անսարքությունը։ Այս վարկածն էլ թող իրավապահները քննարկեն, որովհետև դա էլ կարա լինի, բայց հարցերի հարցը մնում է, ով է փոխհատուցելու բնակչի վնասը։ Ոնց հասկանում եմ, այս BMW-ի վարորդը, եթե մեքենան կասկո առաջ չլինի, հաստատ նյութական կլորի կորուստ է ունենալու։ Կասկածյորական վթարել ոնց հալնում։ Վարորդն էլ առաջ կոպրծել դուք էլ։ Շպրտվել է, հա, բա շատ արագ է եղել։ Էս էլ էս ժանրի երկրորդ պատահարը, գժանոցա ժողովուրդ ջան, այլ մեքենա պետք չի։ Մեր փառապանց վարորդները իրենց գլխին նենց են սարքում, որ էլ ասելու չի։ Սրան էլ եթե գումարում եք փաստը, որ վարում են ռուսական կամ խորհրդային ժառանգություն մնացած երկաթես սենց ասեմ թափոնները, նման վիճակները լրիվ սպասելի ու կանխատեսելի են դառնում։ Տո մեկ գազել, մեկ պազ, այ մարդ, ես չեմ հասկանում, դուք ուրիշ հերոսների անուններ չգիտեք, քեզ եմ հարցնում, Արարատի մարզի Սիս Սիփանիկ ավտոճանապարհին այս ավտոբուսը նման օրը գցած վարորդ։ Գազարտոս եղել, հա։ Որ ասֆալտը աղարացելնեին, ավտոբուսը չեր ընկնի այդ օրը։ Մասիսը տեսեք ոնց համտիր երևում։ Մի խնդրում եմ լստեղ նայեք, դուք իմ տեղը լինեիք, որ այս գեղեցկությունը հետևի ֆոնին տեսնեք, բայց կկենտրոնանայք նկարահանումների վրա։ Մեր սիրելի Մասիսը, որը իշխանությունների թեթև ձեռքով դուրս մնաց անձնագրերից։ Սիրում եմ քեզ ամբողջ հոգով, Մասիս ջան, ու հավատում եւ վստահ եմ, որ վաղ թե ուշ էլի մերն ես լինելու։ Լավ, սրտաճմլիկ բաները մի կողմ, ինչի վրա էի կանգնել։ Ավտոբուսը կոաշրջած վարորդի, փաստորեն նա էլ քիչ տարիք չունի։ Գագիկը 68 տարեկան է ու վարելիս է եղել Մասիս հովտաշատ երթուղին, երբ դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կոաշրջվել, ինչի հետևանքով, ինչպես տեսնում եք, վնասվել էր նաեւ գազատար խողովակը։ Այն ասֆալտի տեղից միջև ընդ քանի կիլոմետր կլինի, որ սենց վիճակ է։ Մի 5 կիլոմետր, չէ։ Բայց եթե ճանապարհը այս վիճակի լինի, ավտոբուսն էլ կլխկոնցի տա։ Ամենևին էլ չեմ ուզում արդարացնել Գագիկին։ Ուղղակի իրոք խայտարակ ճանապարհ էր։ Ավտոբուսի կողաշրջման պահին ներսում փաստորեն 6 հոգի ա գտնվել, որոնց շտաբօգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ ղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Հաստատ լավ կհիշի այս պահ, ու երբ ծննդաբերի, կարա երեխայի անունը ասենք Բախտիկ դնի, բայց ասեք, որ լավ էլ անուն է։ Կարող եք արձանագրել, որ Շամշանը նոր անուն հորինեց։ Այս ուսանողականն է անվճար երթուղի։ Մեծ տրակտոր եկել է օգնելու, որ ավտոբուսը դզի, ակրան պետք չի գա։ Հիմա ներկայացնեմ այս տեսանյութի թվով երրորդ ինքնավթարը։ Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհը 5 մատից նման գիտեմ։ Այնքանը մեծ հատվածով դես ու դեն արել, որ ասելու չէ։ Այս անգամ մի քանի ժամ հեռավորությամբ ճանապարհը կտրեցի 25-ամյա Կարենի խաթր։ Հենց նա է եղել այս Mitsubishi ղեկին, երբ հիշյալ ճանապարհի Հարթավան Քուչա գյուղերի միջանկյալ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին եւ գլխի վայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։ Մարդու բան չի եղել, չէ։ Լավ է։ Ուզում էի ասել փառքը շատ Բարսյալ ջան, երբ հայտնեցին, որ վթարի հետևանքով այնուամենայնիվ մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Ապարան բժշկական կենտրոն, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոցում մնալուց, իսկ դա նշանակում է, որ վիճակը նորմալ է եղել։ Սկսում էր Մարլեզոնյան բալետի ամենահետաքրքիր արարը։ Գյուղի տղերքը մեջքի տված ուզում են մեքենան շողուլի բերել։ Իհարկե շատ լավ է, որ բացի պատրաստակամությունից մարդիկ նաև տեխնիկական որոշակի գիտելիքների են տիրապետում եւ ունեն քթածակ։ Դրա համար ի տարբերություն նախորդ տեսանյութի մի դեպքի հետ, երբ տևական ժամանակ չէին կարողանում մեքենան շողուլի բերել, այս անգամ ամեն ինչ հարթ անցավ։ Հա, քիչ էր մնում մոռանայ։ Պարեկները վարորդին սթափության փորձաքննության ենթարկեցին ու պարզվեց, որ սթափ է։ Դե ուրեմն Կարեն ջան, մանրամասն կպատմես, թե ոնց ես հաջողացրել, որ այսօրն ես ընկել։ Չնայած դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ մինչև իմ նկարահանումները այդ տարածքում ուժեղ կարկուտ է եղել, որը մոտ 1.5 սանտիմ փակած է եղել ամբողջ ճանապարհը։
Լավ, վсё, ինքնավթարները պրծանք, անցնենք արդեն դասական վթարներին։ Ինչ եք հասկանում, երբ ահա այսպիսի պատկեր եք տեսնում։ Համաձայն եմ, որ մեքենաների բախման վայրը եղել է խաչմերուկը, հաշվի առնելով մեքենաների վնասվածքները, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ եւ ուրեմն գտնվում ենք մայրաքաղաքի Դավիթ Անախտ Ուլնեցի փողոցների հատման վայրում, Դավիթ Անախտի զբոսայգու դիմաց, որտեղ ժամը 22:50-ի սահմաններում իրար են բախվել 51-ամյա Արմենի Մայբախն ու 39-ամյա Արայքի Հոնգչին, ինչից հետո Մայբախը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ին։ Մեկը Մայբախը, 3 վիրավոր, քանի որ բոլոր 3 մեքենաների վնասվածքները բավականին լուրջ են, ենթադրելի է, որ մեքենաները կամ դրանցից գոնե մեկը մեծ արագություն է զարգացրած եղել, առանց արագության նման պատկեր ստանալ հնարավոր չէր։ Ըստ հավաքվածների մեծ արագություն ունեցողը եղել է Մայբախը, նախաքնական մարմինը մեկ այլ հանգամանք էլ պետք է պարզի, մասնավորապես պարեկները կասկած ունեն, որ իրականում Մայբախի ղեկին ուրիշ մարդ է եղել, սակայն վարորդ ներկայացել է Արմենը, իսկ դա կարող է տեղի ունենալ մի շարք հանգամանքներից ելնելով, ասենք իրական վարորդը խմած լինի կամ օրինակ զրկված լինի վարորդական վկայականից, ու մինչև իրավապանները նշած ռեբուսները կլուծեն, ասեմ, որ վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Հուսանք նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս վթարի կազմակերպչի ուղեղին պետք է շպրիցով ներարկել այն պարզ ճշմարտությունը, որ մայրաքաղաքում չի կարելի մեծ արագություն զարգացնել, անգամ այն դեպքում, երբ թվում է, թե փողոցը դատարկ է։ Հիմա կասեք, այս քնիչը ինչ է չափում Շամշան։ Ժողովուրդ ջան, վաղուց մահացու վրայերթով դեպքի չենք անդրադարձել, բայց ոնց կլինի։ Հոմեր որոշ փառապանց վարորդները չեն թողնի շատ ուրախանայինք։ Խնդրեմ, Կոտայքի մարզի Գողթ գյուղում ենք, որտեղ օրը ցերեկով ավելի ստույգ ժամը 14:30-ի սահմաններում այս Hyundai վարորդը վրայերթի է ենթարկել 2 հետիոտնի, ինչպես հետո պետք է պարզվեր մոր ու դստերը։ Ես չեմ հասկանում, այս մեր թիքա ճանապարհներին ոնց կարելի է արագություն զարգացնել, ախր ստեղ պետք է առավելագույն արագությունը 40 լինի, այն էլ վարորդը պետք է միշտ հաշվարկի, որ ցանկացած պահի կարող է արգելակի սեղմակի օգնությանը դիմի, այ Hyundai վարորդ, հա ապրես, որ դեպքի վայրից չես ճողոպրել, ազանգել ես շտաբօգնություն եւ օգնել ես, որպեսի վիրավորներին տեղափոխեն հիվանդանոց, որ հարբած չես եղել, բայց չգիտեր, որ գյուղի հիմնական փողոցում չի կարելի արագ քշել։ Հիմա դուք կտեսնեք վրայերթի բացառիկ կադրերը եւ վրայերթի ենթարկվածներն են 48-ամյա իսկուհին ու նրա 8-ամյա դուստրը։ Ականատեսները ասացին, որ հատկապես ծանր էր մոր վիճակը ու փաստորեն, ինչպես օրեր անց պարզվեց, նրանք իրավացի էին։ Ցավոք, իսկուհին վթարից 2 շաբաթ անց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ։ Պարոնայք վարորդներ, չգիտեմ, թե ինչ պատկերավոր օրինակ է ձեզ պետք հասկանալու, որ չի կարելի բանուկ հատվածներում արագություն զարգացնել։ Եվ վերջում Երևանի Դավիթ Բեկ փողոցում ողբերգական ավտովթարի մասին։ Այ մարդ, քանի անգամ եմ ասել, որ բեռնատար քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Այնքան եմ ասել, որ երբ բեռնատարների վարորդները ինձ հանդիպում են փողոցում, մեքենայի միջից գոռում են. «Շամշան ջան, բեռնատար քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի»։ Հա, այդ լավ է, որ անգիր եք արել, բայց լսելը մի այբ է, լսածը կյանքի կոչելը մեկ այլ։ Ու եթե սրան հավելում ենք Դավիթ Բեկի փողոցում սպուսկներով հատվածները, այս պատկերը թերևս կանխատեսելի էր։
Ինչպես տեսնում եք, նոր գլուխգործոցի հեղինակը հերթական Հովոնը, թե ոնց է վարորդը հաջողացրել, որ դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մխրշվել բնակչի տան մեջ, արդեն չեն կիմանա, որովհետեւ վարորդը, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, տեղում մահացել էր։ Տեսնում եք, թե ինչպես են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները տևական ժամանակ փորձում նրա մարմինը դուրս բերել, բայց անհաջող։ Զուգահեռ տեղեկացա, որ մինչև նշված տան մեջ մխրշվելը բեռնատարը այս վթարի վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորությամբ բախվել էր ջիպ եւ Kia Magnish-ի մեքենաներին։ Կիան էլ բախվել էր մեկ այլ մեքենայի։ Այսինքն չի բացառվում, որ մեքենան ունեցել է տեխնիկական բնույթի խնդիրներ, բայց քննիչի նշանակված փորձաքննությունները կարող են այլ բան էլ պարզել։ Մասնավորապես չի բացառվում, որ Հովոյի վարորդը 35-ամյա Էմինե Ղեկին հանկարծամահ է եղել։ Սպասենք դիակի դատաբժշկական եւ ավտոտեխնիկական փորձաքննությունների պատասխաններին։ Այդուհանդերձ բեռնատարների վարորդներին եւս մեկ անգամ կոչ անենք այս զռլամաների շահագործման ընթացքում ցուցաբերել առավելագույն զգոնություն եւ սերտել բոլոր նրբությունները։ Բաց մի դեպքը դենա երևում չէ։ Գագիկ Շամշան, Սուրանքյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մայիսի 31-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։